Ուրեմն ոնց կարելի ատամնացավին դիմանալ։ Բուժարոն գրել է. «Շտապ, ատամս ցավում էր 1 ժամ առաջ, հիմա էլ չի ցավում, խնդրում ասեք ինչ անեմ»։ Խնդիրը այս գրառման նրանում չէ, որ պացիենտի մոտ հարց է առաջանում, թե ինչ անի, որ չի ցավում, այլ հարցը նրանում, թե ինչու է ինքը 1 ժամ կամ ավել ժամ հանդուրժել այդ ցավը։ Եթե վստահ եք, որ ատամի ցավն է պատճառը, ատամի խնդիրն է պատճառը, տվյալ դեպքում կարող եք խմել, օգտագործել ցավազրկող որևէ դեղամիջոց, որը ձեզ համար ալերգիկ չէ, որ դուք վստահորեն փորձել եք ու գիտեք, որ դա վնաս է ձեզ համար, մինչև կդիմեք բժշկի։ Շատ կարևոր է այս գաղափարը, որ պարտադիր է դիմել բժշկի, պետք չէ վիճակը հասցնել թարախաբորբոքային անդարձելի պրոցեսների, մինչև լուծեք այդ խնդիրը։ Հիշեք, երբեք պետք չէ ասել, վայ մի քիչ ցավում է կանցնի կամ հարմարվել այդ ցավերին ու ապրել։ Ցավը ինքը ցուցիչ է, որ կա որոշակի խնդիր եւ պետք չէ աչքաթող անել դա, հատկապես ատամնացավը։ Հիշեք, եթե կա ցավ, ուրեմն կա խնդիր։ Ուրեմն պետք է խնդիրը բուժել, ոչ թե ցավազրկողներով քողարկել կամ ժամանակ ձգել։